Գյումրիում ներդրումներ կատարելը շատերի կողմից անիմաստ ժամանակի վատնում եւ անտեղի ֆինանսական միջոցների կորուստ է համարվում։ Եթե տեղի ներդրողները զլանում են այս հարցում, ապա 80-ականներին Գյումրիում ապրած ու աշխատած Էդուարդ Սաղկալյանը ցանկանում է Գյումրին տեսնել իր նախկին հմայքով։ Սիրարվել է Գյումրու վրա որպես քաղաքի ու մարդկանց։ 4 տարի առաջ երկրի նախագահան կոչ արեց մարզերում ներդրումներ կատարել։ Ընտրեցի Գյումրին։ Մի տարի մոնիտորինգից հետո որոշումը կայացվեց այն, ինչ որ տեսնում եք, 5 փուլով իրագործելու։ ՍՍՀ-ում խոշոր արդյունաբերական ձեռնարկություն համարվող Լուկաշինի մանվածքային ֆաբրիկան 88-ի երկրաշարժից եւ խորհրդային կարգերի փլուզումից հետո վերածվեց ավերակների։ Սակայն ճարտարապետական արժեք ներկայացնող շինություններն այսօր էլ պահպանել են իրենց նշանակությունը։ Եվրոպական չափանիշներով կառուցված ժամանցային գոտի հին արժեքների ճարտարապետական պահպանմամբ։ Նման ժամանցի կենտրոն բացել Գյումրիում, դա հավատացեք եվրոպական մագարտակ է, մանավանդես նավի մասը, եւ բացի դրանից այսօր հին մեր պատմական շենքերը պահպանելը սա նույնպես շատ կարևորագույն քայլ էր, որտեղ մենք աշխատեցինք, որ որևէ շենքի, որևէ քարի ձեռ չտան, որտեղ մենք հասկանում ենք, որ այս շենքերը պատմություն ունեն, եւ այսօր մեզ համար ուրախություն է, որ երիտասարդական նման կենտրոն է բացվում։ Իմ աչքն էլ շոյվեց, ինչ որ տեսա, այո, դուք ճիշտ նշեցիք, սա օազիս է։ Աչքս շոյվեց, բայց հիշողությունը ստխրեց մի քիչ, ինչու՞։ Ստխրեց նրա համար, որ այս տարածքում այս ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի մեջ մանվածքային ֆաբրիկայի դասկաների չխչխկոցը, աղմուկը, կանանց բարձր ձայնը, աշխատատեղերի իրար կպնող հրմշտոցը, սա իմ քաղաքի հեվքն էր, երբ այն ժամանակ Լենինականը ՍՍՀ-ի արդյունաբերական խոշոր քաղաքներից մեկն էր, իսկ այս համալիրը խոշոր ճարտարապետական կոթող։ Տարածքի ընդհանուր վերականգնումը գործարարի կողմից կիրականացվի 5 փուլով։ Պրոշյան 77 կոտորակ 4 հասցեում Կասկադը անունը կրող մեծ Արագաստանավ հիշեցնող ժամանցի վայրը հարակից զբոսայգով կարելի է համարել ծրագրի երկրորդ փուլի ավարտ։ Երկու իրանոց, մեկը էկոնոմ դասի, մյուսը ավելի շքեղ, դե այգին տեսնում եք արդեն կշահագործվի իր բեմակը։ Ունենք արդեն արվեստի 10 երիտասարդ ներկայացուցիչների համար ստեղծված տարածքներ, արվեստի կենտրոն, արտ կաֆե, ոնց ասեմ ձեզ, ազատ մտածելու, ապրելու տարածք։ Ծրագիրն իր մեջ կառուցապատման այլ տարրեր է պարունակում։ Գարեգին Նժդեհ-Ղրիմյան հայրիկին միացնող Պրոշյան փողոցը նորոգվել է հիմնովին։ Այս փողոցը, որը համարվում է Սեփականատիրոջ փողոց, մենք պայմանավորվել ենք, որ այս փողոցը կապվում է Տբիլիսյանի հետ, դա շատ կարևոր է մեզ համար, որպես քաղաքապետ կանգնած եմ, անելու եմ ամեն ինչ, որպեսզի որևէ մեկը չխանգարի եւ շարունակեն իրենց գործունեությունը եւ նման ներդրողներ շատ կլինեն, որտեղ նրանք նա այսօրվա քայլով լուրջ վստահություն բերեց մեր քաղաքին։ Այսօրինակ կենտրոնների ստեղծումը Գյումրիում ոչ միայն տեղի իշխանություններն են կարևորում, այլ նաև քաղաքի մտավորականներն ու արվեստագետները, շարքային քաղաքացիները։ Այսօրվա այս ծնունդը, այս վերածնունդը բոլորիս համար այնքան ուրախալի եւ այնքան նոր հույսեր է բացում, որ մեր քաղաքը կամաց ոտքի է կանգնում, կամաց գեղեցկանում է։ Երևանում նաև շատ գեղեցիկ վայրեր կան, բայց սա իր ոճով տարբերվում է բոլորից, ամեն ինչից, շատ գեղեցիկ յուրահատուկ ոճ է եւ շնորհավորում եմ բոլորին, բոլոր ակնկալին։ Այս գեղեցիկ կառույցը, որ այսօր կառուցվել է, այն քարերի մեջ քարքարոտ քարերը, որ նոր այստեղ մաքրվել է եւ նայում ես, որ գեղեցիկ մի հատ օազիս է տարել, շատ գեղեցիկ է եւ ես շատ ուրախ եմ եւ նաեւ շնորհակալություն եմ հայտնում այն բարերարին եւ այդ հովանավորին կամ ովքեր որ ստեղծել են ամեն ինչը, որ մեր քաղաքի համար մտածի, որ վերջապես երկրորդ քաղաքը պետք է ունենա այսպեսի գեղեցիկ ավելի շատ վայրեր, որ մարդիկ կարողանան կան նստեն, իրեն ժամանակ անցկացնեն։ Ինչքան էլ շատ ժամանցային գոտիներ լինեն, երևի դրա կարիքը կլինի։ Քաղաքի մեջ համենայն դեպս մի լուսավոր կետ եւս բացվեց։
Էդուարդ Սաղկալյանի խոսքով ներդրումային ծրագիրը Գյումրիում փոքր ու միջին բիզնեսի զարգացման նոր հնարավորություն է ստեղծում։ Որպեսզի լինի քաղաքում ստեղծված կոնկուրենցիոն շուկայական հարաբերությունները, որը կա քաղաքում, փոքր միջին բիզնեսի համար, սպասարկման ոլորտի, բացվում է երկրորդ տարբերակը, այսինքն այսօր ցանկացած փոքր միջին բիզնեսով զբաղվելու ցանկություն ունեցող մարդ, որը գումար չունի, մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծենք ինքը տարածքին հարիր բիզնես սկսի։ Ոչ միայն սեփական շահերի հետապնդում, այլ նաև աշխատատեղերի խնդրի լուծում Գյումրիում։ Գործարարը խոստանում է ծրագրի 3-րդ փուլի ավարտին աշխատատեղերի թիվը հասցնել 100-ի։